մտածելակերպով ես Հայաստանի ջահելությունից շատ դժգոհ եմ։ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը 1998-ի դեկտեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի ուսանողների հյուրն է։ Արցախում կամանդոյի շուտի տղոս ունեցող այս մարդը անկախ Արցախ ձևակերպումն էլ չի ընդունում։ Ես ընդունում եմ Ղարաբաղը Հայաստանի մի մարզն է, ոնց որ Զանգեզուրը եղել Շիրակը։ Նա եկել է նաև ուսանողներին ասելու, որ իր համար Արցախի հարցը փողզիջումներով լուծելու տարբերակ չկա։ Փողզիջումային տարբերակ ինձ համար անհասկանալի է։ Թեպետ գիտի, որ կան բանակցություններ եւ ինչ-որ բան զիջելն անխուսափելի է, ուզում է, որ Հայաստանի իշխանությունները պարզաբանեն, ինչքան են զիջելու։ Մեզ ցույց տան վերջնական տեղը, ինչքան պիտի զիջեն, կարող է վերջում պիտի Ղարաբաղն էլ թողենք, այն գլխից ասեն։ Իդեպ այս մարդը նկատեց, որ զիջումներից հետո ղարաբաղցիների համար շատ չի անհանգ ստանա, նրանց 70%-ը Հայաստանում տուն ունի։ Ինքը Հայաստան չի տեղափոխվի, շատ է սիրում Ղարաբաղը։ Որ ես կարիերից չեմ, Հայաստան իշխանություն չեմ ուզում, չեմ գալու, արխային կացեք։ 1999-ի նոյեմբերից Արցախում լույս է տեսնում առաջին անկախ թերթը 10-րդ նահանգը։ Թերթի տպագրմանը խմբագիրը չի թաքցնում, օգնել է Սամվել Բաբայանը, բայց ոչ գումարով։ Այս օրերին հարչեն Բաբայանի եւ Արցախի քաղաքական իշխանության հարաբերությունները։ 10-րդ նահանգը քննադատում է Արցախի հենց քաղաքական իշխանություններին։ Հասարակությունը սա չի ընկալում, պատերազմող երկիր ենք։ Ներսում պիտի այդ բարենորոգումները լինեն, իսկ այդ բարենորոգումները չեն լինի առանց ազատ ու անկախ մամուլի։ 2000 թվականի դեկտեմբերի 21-ին կառավարությունում պատրաստ է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ճյուղ ճանաչելու մասին որոշման փաստաթուղթը։ Հույս ունեն, որ ոլորտի զարգացումով կկանխեն արտագաղթը։ Ամբողջ աշխարհում հարգի են այս ոլորտի մասնագետները, որոնցից մեր մոտ 2000 հոգի։ Պատահական չի, որ ԱՄՆ կոնգրեսը արդեն որոշում է կայացրել տարեկան մոտ 200,000 մասնագետներ այդ ոլորտի ներմուծել երկիր։ Այն մարդիկ, որոնք վերջի տարիների ընթացքում հեռացան, դրանցից շատերը արդեն իսկ սկսել են Հայաստանում իրենց փոքրիկ բիզնեսները դնել։ Սա շատ ավելի մեծ process կարող է դառնալ։ Նույն օրը գիտնականները պատրաստվում են դատարան քարշ տալ նախագահին, կառավարությանը, խորհրդարանին եւ այլ չինովնիկների, որպեսզի ստանան իրենց աշխատավարձերը։ Շարքային գիտնականները չեն ստանում, մինչդեռ ակադեմիայի ղեկավարությունը ստանում է։ Գիտությունը ոչ պակաս ավելի կարևոր է, քան թե դեմոկրատիան։ Միջազգային լրատվության միջոցներին, ընդհանրապես ուրիշ կառավարությունը պետք է տեղյակ տալ այստեղ ինչ է կատարվում։ 2000-ի այսօրը մարքսիստական կուսակցությունը կոնֆերանս է գումարում, Հայաստանի փրկության համար կա 20 պոստուլատ, ասում է կուսակցության նախագահը։ Կործանվում ենք։ Ով է լինելու մեր Ֆորտենբրանցը։ Մարքսիստն ասում է նաև, որ դեմ է ընդդիմության քարոզած պարլամենտական համակարգին, մեզ ուժեղ նախագահ է պետք եւ ոչ մի վարչապետ։ Իսկ հայկական դիվանագիտության մասին Դավիթ Հակոբյանն ուղղակի խոսքեր չունի։ Օսկանյան Վարդանը հատկապես ազգային գաղափարախոսության շահի առումով պերսոնա նոն գրատ մեզ համար։